Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Մեր կյանքերը բերում եմ նրա առաջ եւ խնդրում եմ Հայր Աստծուն Հիսուսի անունով, որ քանդես մեր վրայից ամեն ստի կապանքներ, ամեն ստի փոս, որի մեջ հայտնվել ենք եւ ճահճի պես մեզ քաշում է, Տեր։ Խնդրում եմ ձեռքդ մեկնես եւ յուրաքանչյուրիս հանես ստի ու կործանման այդ փոսերից, այդ զնդաններից, Տեր։ Թող քո ճշմարտությունը ծագի, Տեր, մեր սրտերում, ճշմարտության խոսքը մեզ առաջնորդի ու հաստատվի եւ բերի մեզ հնազանդության առ Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ եմ, Տեր, այս հնարավորության համար, խոսքդ կիսելու, խոսքովդ նորոգվելու, թող խոսքիդ ողջ զորությունը արձակվի մեր կյանքում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Շարունակենք Հռոմեացիների նամակի ընթերցանությունն ու մեկնաբանությունը ըստ իմ հովիվ Էբո Էսելին։ Թող Տերը առատորեն օրհնի իրեն այս ամենի համար, որ մենք այս օրհնությունը ունենք Աստվածաշնչյան ճշմարիտ բացատրություն լսելու։ Հռոմեացիների առաջին գլխի 13-րդ խոսքում Պողոսն ասում է. «Եղբայրներ, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ, թեև մինչև հիմա արգելքներ եղան, որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ»։ Կրկին նա ընդգծում է Հռոմի քրիստոնյաների մոտ գնալու իր ցանկությունը, բայց ինչ-որ բան նրան խանգարել էր։ Ես հավատում եմ, որ պարզապես դեռ Աստծո ժամանակը չէր։ Նրա նպատակը այնտեղ գնալն էր, որպեսզի հոգևոր սերմեր սերմաներ, հոգևոր պարգևներ տար, զորացներ հավատացյալներին եւ միասին քաջալերվեին, որպեսզի հոգևոր բերք տեսներ ինչպես հավատացյալների, այնպես էլ անհավատացյալների մեջ։ Նախկին դասերը դուք կարող եք լսել, որովհետև այս մասին մենք մանրամասն խոսել ենք։ 14-րդ համարում Պողոսն ասում է. «Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին, ուստի հոժար եմ ձեզ էլ, որ հռոմում եք իմ կարողության չափով ավետարանելու»։ Նախ խոսենք այն մասին, որ հրեա նշանակում է Աստծո ժողովուրդ, հույն նշանակում է հեթանոսներ, բոլոր մյուս ազգերը, որոնք Աստծո ժողովուրդը չէին այն ժամանակ։ Բոլոր մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով, բայց ոչ բոլորն են Աստծո ժողովուրդը։ Հրեա նշանակում է Աստծո ժողովուրդ։ Հույն ներկայացնում է բոլոր ազգերին, ի նկատի չունի մենակ Հունաստանի բնակիչներին։ Ուղղակի հասկանանք Աստվածաշնչյան մոտեցումը ու նորից կարդանք այս տողը. «Ես պարտական եմ հույներին, այսինքն բոլոր ազգություններին ու բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին, ուստի հոժար եմ ձեզ էլ, որ հռոմում եք իմ կարողության չափով ավետարանելու»։ Այստեղ պարտական բառը նշանակում է պարտք ունենալ։ Պողոսը զգում էր, որ պարտք ունի մարդկանց եւ հավատացյալներին եւ անհավատներին, որպեսզի նրանց փոխանցի Աստծո ավետարանը, Քրիստոսի բարի լուրը։ Նա զգում էր այս պատասխանատվությունը իր կյանքի վրա։ Բայց ինչու էր նա այդպես զգում։ Որովհետև Աստված նրան կոչել էր եւ հանձնարարել էր գնալ ու քարոզել ավետարանը։ Կանչ էր դրված նրա կյանքի վրա։ Հիմա պատկերացնենք, եթե բոլոր հավատացյալները, ամեն մեկը, որ իրան քրիստոնյա է համարում, եւ Աստծո ամբողջ եկեղեցին այդպիսի պարտավորվածություն զգար ավետարանը քարոզելու, ավետարանի համաձայն ապրելու եւ Քրիստոսի նման կյանք ապրելու նկատմամբ։ Ինչպիսին կլիներ մեր կյանքը, մեր շրջապատը եւ այս աշխարհը։ Եթե ամեն առավոտ արթնանայինք այն մտքով, որ Աստված է մեզ տվել այս օրը, Աստված կանչել է մեզ եւ կոչում է տվել, եւ որ մենք գործ ունենք անելու Աստծո համար։ Գուցե դու մայր ես, կին ես, ամուսին ես, աշխատող ես, ուսանող ես։ Եթե մեր կյանքում այդ պարտավորվածության զգացումը լիներ Աստծո կոչման հանդեպ, ինչպիսին կլիներ մեր վերաբերմունքը մեր ընտանիքի, մեր աշխատանքի, մեր հավատացյալ քույրերի, եղբայրների, եկեղեցու եւ մեր ծառայության հանդեպ։
Եթե մենք ամեն մեկս առավոտյան արթնանանք եւ ունենանք այն զգացումը, որ Աստված է տվել մեզ այսօրը, որ Աստված մեզ կոչել է մայր լինելու, ամուսին լինելու, հորաքույր լինելու, այսինչ գործ անելու, այսինչ աշխատանք անելու, որ մենք օրինակ որպես հայր, որպես մայր պարտական ենք Աստծուն ու մեր երեխաներին նրանց սիրելու եւ մեծացնելու Տիրոջ երկյուղով, Տիրոջ պատվիրաններով, Տիրոջ խոսքով։ Եթե մենք այդպես ամեն օր ապրենք, ապա ինչպիսին կլինի մեր վերաբերմունքը։ Նույնը վերաբերում է մեր կյանքի ամեն ոլորտին, ամեն ոլորտին։ Ամեն ոլորտում մենք պիտի հիշենք, որ Աստված տվել է մեզ այսօրը եւ կանչել է, կոչում է տվել, որ մենք պարտավորություն ունենք կատարելու եւ անենք այն սիրով ու ուրախությամբ։ Պողոսն ուներ այդպիսի պարտավորվածության զգացում։ Նա ասում է. «Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին», այսինքն բոլորին, անխտիր։ Ընդհանրապես նա նկատի ունի բոլոր մարդկանց։ Նա ասում է. «Ես ցանկանում եմ, ես պատրաստակամ եմ ավետարանը քարոզելու»։ Պողոսը չի ասում. «Ես կշռադատում եմ, այս մարդը արժանի է, թե արժանի չի», չէ։ Նա ասում է. «Ես պատրաստակամ եմ բոլորին ավետարանը քարոզելու»։ Պողոսը գիտեր, որ Աստված իրեն կոչել էր եւ ուղարկել էր, եւ մենք դա տեսնում ենք Գործք առաքելոցի 9-րդ գլխում, որտեղ Աստված ասում է Անանիային. «Ես ընտրել եմ նրան, Պողոսին, որպեսզի լինի իմ գործիքը եւ իմ անունը տանի հեթանոսների առաջ», այսինքն բոլոր ազգերի առաջ։ Ինքը Պողոսն էլ Գաղատացիների նամակի 1 գլխի 15-ում ասում է. «Բայց երբ Աստված բարեհաճեց իմ մոր որովայնից ինձ ընտրել ու իր շնորհի միջոցով կոչել, հայտնելու իր որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ»։ Կարծում եմ, պատճառը, թե ինչու երբեմն մենք չունենք այդպիսի եռանդ եւ շարժիչ ուժ այն բանի հանդեպ, ինչ Աստված մեզ տվել է, այն է, որ իրականում չենք հավատում, որ Աստված է մեզ դրել այդ տեղում։ Օրինակ, գուցե աշխատանքի գնալիս մտածում ես. «Չեմ սիրում այս աշխատանքը», բայց գուցե դա այն պատճառով է, որ ես կամ դու չենք հավատում, չենք հասկանում, որ Աստված է մեզ տվել այդ հնարավորությունը, այդ աշխատանքը, նույնիսկ եթե մեր աշխատանքը այդ հավաքարարի աշխատանք է։ Այսինքն դիրքն ու աշխատավարձի չափը կապ չունեն։ Հատկապես երբ որ մենք մտածում ենք, ոչ մեկ անշնորհակալ աշխատանք է, ոստիկաններն են այդպես մտածում, ուսուցիչներն են այդպես մտածում, հա, անշնորհակալ աշխատանք է։ Բայց մենք շնորհակալությունը մարդուց չպիտի ակնկալենք, մենք պիտի հիշենք, որ Աստված է մեզ կարգել։ Եվ սա հիշեցում է ինձ համար, որ ես էլ չտրտնջամ։ Բայց որպես հավատացյալ մենք պիտի հավատանք դրան, որ Աստված է մեզ կարգել ամեն տեղ, որտեղ գտնվում ենք, հայր ենք, մայր ենք, աշխատող ենք, ուսանող ենք, ինչ որ ենք, որտեղ Աստվածաշունչը մեզ կոչում է ամեն բան անել ամբողջ սրտով եւ Աստծո փառքի համար։ Ինչու՞։ Որտեղ Աստված է տվել մեզ այդ հնարավորությունը։ Բայց երբ մենք այդպես չենք տեսնում, մեր վերաբերմունքը դառնում է անտարբեր, անփույթ, անկազմակերպ եւ նաեւ անշնորհակալ ու տրտնջացող։ Սակայն այստեղ Պողոսը ասում է. «Ես պատրաստակամ եմ», որտեղ նա գիտեր, որ Աստված է իրեն կանչել, Աստված է տվել իրեն այդ գործը ու նաեւ պարգևն ու կարողությունը։ Նա նաեւ ընդգծում է, որ ցանկանում է քարոզել ավետարանը բոլոր մարդկանց, որտեղ ավետարանը հասանելի է բոլորին, բոլորի համար է։ Քրիստոսը իր կյանքը տվեց, իր սուրբ արյունը թափեց ողջ մարդկության համար, ամեն մարդու համար։ Եվ բարի լուրը բոլորի համար է։ Քրիստոսը ակումբ չի որոշ մարդկանց համար, բոլորի համար է։ Եթե միայն այդ մարդիկ ընդունեն Քրիստոսին։ Այնուհետև
Հռոմեացիների նամակի 16-րդ համարում Պողոսն ասում է. «Ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար, նախ հրեայի, ապա նաև հույնի»։ Ես ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծո զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար, նախ հրեայի, այսինքն Աստծո ժողովրդի համար, ապա նաև հույնի, այսինքն մյուս ազգերի համար։ Այս խոսքերը կարելի է ասել ողջ Հռոմեացիների նամակի վերնագիրն է, կարծես։ Պողոսը ասում է. «Ես չեմ ամաչում ավետարանից, ես ավետարանը ամոթ չեմ համարում»։ Այստեղ հարց է առաջանում. ինչու է Պողոսը խոսում ամոթի մասին, ինչու է նա ընդհանրապես ամոթի թեման կապում ավետարանի հետ։ Ի վերջո, ավետարան բառը նշանակում է բարի լուր, սովորաբար բարի լուրը չենք կապում ամոթի հետ։ Պողոսը սա ասում է, որտեղ պետք է հաշվի առնենք այն մշակութային համատեքստը, որի մեջ գրվել է այս նամակը։ Երբ ուսումնասիրում ենք Սուրբ Գիրքը, պետք է հիշենք, թե ում էր այն ուղղված։ Հռոմեացիների նամակը գրվել էր Հռոմի հավատացյալների համար։ Աստվածաշունչը գրվել է մեզ համար, բայց ոչ ուղղակի մեզ։ Այս դեպքում ես ու դու հռոմեացի չենք, բայց մենք ստացել ենք Աստվածաշունչը, կարդում ենք եւ ըստ այդմ սովորում ենք։ Ու որպեսզի հասկանանք Պողոսի մտքերը, պետք է մի փոքր պատկերացում ունենանք այն ժամանակվա հռոմեական մշակույթի մասին եւ ինչու ավետարանը կարող էր ամոթ համարվել։ Ավետարանը կապված է Քրիստոսի անձի, նրա մարմնավորման, այսինքն որ մարդ դարձավ, եկավ աշխարհ, նրա կյանքի, այն 33 տարին, որ ապրեց այս աշխարհում, նրա տառապանքի, նրա մահվան, թաղման եւ հարության եւ վերջապես նրա համբարձման հետ։ Բայց Պողոսը ասում է. ես չեմ ամաչում, ամոթ չեմ համարում այս ամենը։ Ինչու է Պողոսը սա ասում։ Պողոսը առաջին Կորինթացիների նամակի 15-րդ գլխում ասում է, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ըստ Սուրբ գրությունների։ Սակայն մենք գիտենք, որ Քրիստոսը մահացավ խաչելիությամբ, որը շատ ամոթալի, խայտառակ ու ստորացուցիչ մահ էր։ Պետք է հիշել, որ այն ժամանակ մարդիկ Հիսուսի խաչելիությունը ընկալում էին շատ տարբեր ձևով, քան մենք այսօր։ Մեր պատկերացումը խաչի մասին տարբեր է եւ գուցե սխալ է, եթե մենք չենք հասկանում հռոմեական մշակույթը եւ նրանց վերաբերմունքը խաչին ու խաչելիությանը։ Այսօր շատերս խաչ ենք կրում որպես զարդ, մեր քրիստոնեությունը ցույց տալու համար։ Խաչ են կրում նաև անհավատ մարդիկ որպես զարդ։ Բայց հին Հռոմում ոչ ոք երբեք խաչ չէր կրի որպես զարդ։ Դու վզիթ չես կրի էլեկտրական աթոռը, որի վրա մարդուն սպանում են, չես կրի։ Դա սարսափի նշան է, խաչը դա էր։ Հին Հռոմում ոչ ոք երբեք խաչ չէր կրի որպես զարդ։ Ինչու։ Եկեք հասկանանք, որովհետև խաչելիությունը հռոմեական մշակույթում համարվում էր ամենաամոթալի, ամենաստորացուցիչ, ամենանվաստացուցիչ մահապատիժը, որ կար։ Եվ այդ մահապատիժը ստեղծվել էր այդ նպատակով։ Այն նախատեսված էր ոչ միայն մարդուն սպանելու համար ֆիզիկապես, այլ մարդուն հրապարակայնորեն նվաստացնելու, խայտառակելու, անարգելու համար, ողջ հասարակության առաջ։ Այդ պատիժը ստեղծված էր այնպես, որ մարդը մահանար ամենաամոթալի ձևով, ամբողջ հասարակության աչքի առաջ։ Երբ մենք հուզվում ենք, լաց ենք լինում, մենք մեր դեմքը շրջում ենք, որ մարդիկ չտեսնեն։ Այս մարդկանց ամբողջ հասարակության առաջ օրեր շարունակ խայտառակում էին։ Հռոմեական հեղինակները խաչը կոչում էին ամոթի ծառ, եւ կայսրությունը հռոմեական այդ պատիժը պահում էր հասարակության ամենացածր, ամենաարհամարված մարդկանց համար՝ ստրուկների, ապստամբների, խռովարարների,
բռնություն գործող հանցագործների և ոչ հռոմեական քաղաքացիների համար։ Խաչվածներին սովորաբար խաչում էին հանրային վայրերում, ճանապարհների կողքին կամ քաղաքի դարպասների մոտ, որպեսզի նրանց նվաստացումը առավելագույնս լինի։ Նրանք հաճախ մերկացվում էին, մարդկանց կողմից ծաղրվում էին և ժամերով կամ նույնիսկ օրերով ցուցադրվում էին այդպես։ Նպատակը զոհին արժանապատվությունից զրկելն էր և նրան օրինակ դարձնել մյուսների համար։ Հռոմեական մշակույթում պատիվը ու սոցիալական կարգավիճակը, ստատուսը շատ կարևոր արժեքներ էին։ Մենք հայերս դա շատ լավ հասկանում ենք։ Մեզ համար դժվար է պատկերացնել այն, ինչ որ կատարվում էր հռոմեական կայսրությունում։ Յուրաքանչյուր մշակույթ ունի որոշակի կարգավիճակի, ստատուսի գաղափար, բայց հռոմեական կայսրությունում դա շատ ավելի ծայրահեղ էր։ Մենք հաճախ ինչի չենք ներում, որտեղ ասում ենք ինձ պատիվ չի, որ խոնարհվեմ սրա առաջ։ Աստծո որդին չասեց ինձ պատիվ չի այս մարդկանց համար իմ կյանքը տալ։ Մարդիկ, որ ատում են ինձ։ Հռոմեական կայսրությունում այդ ստատուսի գաղափարը ծայրահեղ աստիճանի էր հասել։ Այդ պատճառով խաչելությունը ոչ միայն ոչնչացնում էր զոհին, նրա մարմինը ֆիզիկական, այլ նաև նրա հեղինակությունը, անգամ նրա ընտանիքի, նրա սերունդների հեղինակությունը։ Զոհը համարվում էր սոցիալապես անարժեք մարդ։ Երբեմն ընտանիքն էլ էր կրում այդ խայտառակությունը և երբեմն նույնիսկ խաչվածին թույլ չէին տալիս պատշաճ թաղում ունենալ, որտև այդպիսի ձևով էր մահացել։ Պողոսը գիտեր, որ Աստված միտումնավոր ընտրեց Քրիստոսի խաչելիությունը, այդ ամոթալի և մարդկանց աչքին հիմար թվացող մահը, որպես փրկության միակ միջոց։ Դա Աստծո որոշումն էր։ Մենք ինքներս, ես, դու, քո երեխեքը, մեր սերունդները արժանի ենք այդ ստորացուցիչ մահին։ Մենք պիտի դա կրեինք, իսկ Աստված իր որդուն դարձրեց մեր փոխանորդը։ Հռոմեական քաղաքացու բնական մտածողության մեջ անհնար էր պատկերացնել, որ այդպիսի նվաստացուցիչ և ամոթալի մահվան միջոցով կարելի է փրկվել կամ ընդունվել Աստծո կողմից։ Ինչպես կարող ես քեզ սիրված զգալ մի բանի միջոցով, որ այդքան ամոթալի է, կամ մեկի միջոցով, որ նման նվաստացուցիչ մահի է արժանացել։ Հիշեք, որ մենք փորձում ենք հասկանալ Պողոսի մտածողությունը, թե ինչ նկատի ունի, երբ ասում եմ ես չեմ ամաչում ավետարանից, որպեսզի ես ու դու էլ չամաչենք ավետարանից։ Երբ ուզում ենք հասկանալ տեքստը, պետք է մտնես հեղինակի մտածողության մեջ, ու որպեսզի մենք էլ չամաչենք ավետարանից, պիտի հասկանանք ինչու էր ավետարանը ամոթալի։ Առաջին Կորինթացիների 1:18-ում Պողոսը ասում է. «Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է»։ Ահա թե ինչու, երբ դու լսում ես ավետարանի պատգամը և կարդում ես Քրիստոսի տառապանքների մասին, դա քեզ չի ընկճում, վհատեցնում, անհույս դարձնում, որտեղ դրա մեջ կա ուրախություն։ Չգիտեմ ձեր մասին, բայց ես երբ կարդում եմ խաչի մասին, իմ սրտում կա և ուրախություն, և կա տրտմություն։ Կա ուրախություն, որովհետև գիտեմ, որ առանց արյան թափելու մեղքերի թողություն չկա, Աստվածաշունչն է ասում։ Եվ ուրախանում եմ, որ իմ արյունը չթափվեց, այլ Աստված այնքան մեծահոգի գտավ, որ ճանապարհ բացեց իր որդու արյան միջոցով։ Իհարկե ցավ ես ապրում, տառապում ես, որ իմ մեղքերի համար Աստծո որդին այդպես տառապեց։ Իհարկե չեմ ուրախանում, որ անմեղ Հիսուսը, անմեղ մարդը պատժվեց, բայց ուրախանում եմ, որ Հայր Աստված այդքան ողորմած է ու իմ ու քո համար փրկության ճանապարհ բացեց իր որդով ու իր շնորհով։ Այդ պատճառով Պողոսն ասում է, որ մեզ համար
Հավատացյալներիս համար, որոնք Հիսուսին են վստահում, նրա անունն են կանչում, նրա ողորմությունը, դա Աստծո զորությունն է։ Սա մեզ համար շատ կարևոր տեղեկություն է։ Հավատացյալների կողմից, եկեղեցու կողմից, հատկապես ժամանակակից քրիստոնեության մեջ երբեմն փորձ է արվում մեղմացնել, չակերտավոր մաքրագործել խաչի պատգամը։ Փորձել են խաչի մասին այնպես քարոզել, որ երբ անհավատը լսի, ոնց որ իրեն լավ զգա դրա մասին։ Բայց ոչ, մենք կոչված չենք փոխելու կամ մեղմացնելու այդ պատգամը։ Հիսուսը մահացավ ստորացուցիչ մահով։ Դա Աստծո ընտրությունն էր, եւ այդ մահով ես ու դու պիտի մահանայինք։ Եթե մենք դա չենք տեսնում, այնպես ինչպես Սուրբ Հոգին է բացահայտում, ապա պատգամը կարող է մեզ համար վիրավորական կամ անհասկանալի լինել։ Այդ պատճառով այն ոմանց համար հիմարություն է, իսկ ոմանց համար գայթակղություն, իսկ հավատացյալների համար Աստծո փրկության զորությունը։ Ինչպես ասվում է Կորինթացիների նամակի 1:21-ում, քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ Հռոմեական ժամանակներում մարդիկ արհամարհում էին այդ պատգամը։ Նրանք ասում էին, ինչպես կարող ես հետևել մեկին, ով այդքան ամոթալի ձևով մահացավ։ Այսօր էլ շատերն ասում են, մի հավատա Աստվածաշնչին, հիմարությունը հեքիաթ է։ Մեզ համար երբեմն դժվար է դա ամբողջությամբ զգալ, բայց հռոմեացիների համար, եթե դու ասում ես, որ քրիստոնյա ես եւ քո հավատքի կենտրոնում խաչված մարդ է, դա նրանց աչքում ամոթալի բան էր։ Բայց Աստծուն հաճելի եղավ փրկել հավատացողներին հենց այդ քարոզության միջոցով։ Պողոսը շարունակում է առաջին Կորինթացիների նամակի 1:22-25 ասելով. հրեաները նշան են ուզում, հույները իմաստություն են փնտրում։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար հիմարություն։ Փրկության համար նշաններ կամ փիլիսոփայական իմաստություն պետք չէ։ Պետք է Հիսուսի ավետարանի քարոզությունը, որ դու մեղավոր մարդ ես եւ նա քո համար ամենաամոթալի, ամենաստորացուցիչ մահով մահացավ։ Քո մեղքերի պատճառով Աստված ինքն է սահմանել, որ ավետարանը քարոզվի։ Դա մենք չենք ընտրել, դա Պողոսը չի որոշել, դա Աստված է որոշել։ Աստված որոշեց, որ մենք քարոզենք Քրիստոսին եւ նրա խաչելիությունը։ Բայց նրանց համար, ովքեր կոչված են, կանչված են, թե հրեաներ, թե հույներ, այսինքն այլ ազգիներ, Քրիստոսը Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունը։ Ով է նա քեզ համար, ով ինչ է ավետարանը քեզ համար, հիմարություն, թե փրկությունը, Աստծո զորությունը, որտեվ Աստծո այն ամենը, ինչ մարդկանց աչքին հիմարություն է թվում, ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, եւ Աստծո այն ամենը, ինչ մարդկանց աչքին թուլություն է թվում, ավելի զորավոր է, քան մարդկային ուժը։ Սակայն կանչված հրեաների եւ հույների համար Քրիստոսը Աստծո զորությունն ու Աստծո իմաստությունն է, որովհետեւ Աստծո հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, եւ Աստծո տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ, ասում է Աստվածաշունչը։ Եկեք մտածենք մեր կոչման մասին։ Աստվածաշունչն ասում է, որ մարդկային տեսանկյունից մեզանից շատերը իմաստուն չեն, մեզանից շատերը զորավոր չեն, ոչ էլ ազնվական ծագում ունենք։ Բայց Աստված ընտրեց այն, ինչ աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին։ Աստված ընտրեց այն, ինչ աշխարհը թույլ է համարում, որպեսզի ամաչեցնի զորավորներին։ Աստված ընտրեց այն, ինչ աշխարհում աննշան եւ արհամարված է, այն, ինչ մարդիկ ոչինչ են համարում, որպեսզի ոչնչացնի այն, ինչ մարդիկ կարևոր են համարում։ Ինչու՞, որպեսզի ոչ ոք չպարծենա Աստծո ներկայության մեջ։ Պողոսը օգնում է մեզ հասկանալու, թե ինչ է ավետարանը։ Մենք որպես մարդկային արարածներ մեղքի պատճառով կորցրել ենք մեր արժեքի եւ նշանակության զգացումը։ Եվ ինչ ենք մենք անում այդ դեպքում։
Հիշենք Ծննդոց գրքում Ադամն ու Եվան մեղ գործելուց հետո թզի տերևները հավաքել էին իրենց ամոթը ծածկելու համար։ Մենք բոլորս ուզում ենք զգալ, որ կարևոր ենք։ Այդ պատճառով մենք գնում ենք հատուկ մեքենաներ, ապրում ենք հայտնի լավ, հարուստ թաղամասերում, կրում ենք հայտնի բրենդերի հագուստ, մենք անում ենք շատ բաներ, ամեն բան, որպեսզի մեզ զգան կարևոր և թաքնվենք դրանց հետևում։ Բայց Աստված դրանից տպավորված չէ, Աստված դա չի ընդունում։ Ոչինչ, որ ես ու դու անում ենք, չի կարող ստիպել Աստծուն ընդունել մեզ, ներել մեզ, արդարացնել մեզ։ Մարդիկ կարող են ընդունել մեզ, մենք կարող ենք այլ մարդկանց դուր գալ, եթե գեղեցիկ տեսք ունենք, մեր վրայից լավ հոտ է գալի, մի քանի լավ բարի գործ ենք անում, լավ հագուկապ ունենք, թանկարժեք օծանելիք ու զարդեր ենք կրում, լավ մեքենա ենք վարում։ Այո, դա կարող է գրավել մարդկանց մի փոքր շրջանի ուշադրությունը, որովհետև մարդը գնահատում է արտաքին տեսքը, բայց Աստծո համար դա չի գործում։ Աստված միտումնավոր կերպով ընտրեց հիմար թույլ բաները, և հենց սա է պատճառը, որ երբ ավետարանը քարոզում ես, Սուրբ Հոգին գործում է մարդու սրտում, նրանք սկսում են իրենց անօգնական զգալ, նրանք իրենց սրտում գիտակցում են, որ Աստծո առջև իրենք կանգնած են առանց որևէ պաշտպանության ու դիմակի։ Սա նրանց տանում է դեպի Աստված, ոչ թե հեռացնում Աստծուց։ Մարդիկ հասկանում են, որ ես մերկ եմ Աստծո առջև, և ոչ ոք, ոչ էլ ես չեմ կարող ինչ-որ բանով պարծենալ ու ինքս ինձ փրկել։ Աստված ընտրեց թույլ և հիմար բաները, և հենց դրա պատճառով հռոմեական ժամանակներում մարդիկ ամոթ էին զգում քրիստոնեական պատգամի հանդեպ։ Այսօր, ինչպես ասեցի, մենք կրում ենք խաչը որպես զարդ, համարելով այն քրիստոնեության նշան, բայց հին Հռոմում ոչ ոք երբեք խաչ չէր կրում որպես զարդ։ Դա անհնար էր։ Խաչելությունը ամենաամոթալի և նվաստացուցիչ մահն էր, և Քրիստոսը մահացավ այդպիսի ամոթալի նվաստացուցիչ մահով իմ ու քո համար, և հենց այդ մահը դարձավ Աստծո զորությունը մեր փրկության համար։ Պողոսը ասաց. «Ես չեմ ամաչում ավետարանից, ես ավետարանը ամոթ չեմ համարում»։ Ինչու՞։ Որտև ավետարանը Աստծո զորությունն է փրկության համար, բոլոր հավատացյալների համար։ Հիմա հարց. իսկ դու ավետարանը ամոթ ես համարում։ Ամաչում ես կանգնել ու ասել, որ դու քրիստոնյա ես, որ դու Քրիստոսին ես պատկանում, որ դու Քրիստոսին ես ենթարկվում։ Ավետարանը ամոթալի է քեզ համար։ Այսքանը այսօր։ Վաղը կխոսենք, թե ինչ է փրկությունը նշանակում։ Ամեն։